Բարի օր սիրելի հետևորդներ, սիրելի ընկերներ, բարեկամներ, անծանոթ մարդիկ, ովքեր ինձ հիմա նայում են իմ տեսանյութը, վերջապես եկել է մի լավ հետաքրքիր բաղադրատոմս ձեզ ներկայացնելու, ամենահամեղ աղցաններից մեկն եմ ներկայացնելու խեցգետնի ձողիկներով, յուրահատուկ է, տարբերվող է, համեղ է, դե ինչ, կարծում եմ կհետաքրքրի շատերին, իսկ մինչ պատրաստելը, խնդրում եմ, եթե առաջին անգամն եք իմ ալիքում, ապա մի հապաղեք, բաժանորդագրվեք ալիքին, հետագայում բաց չթողնելով իմ համեղ բաղադրատոմսերը, ինչպես նաև իմ հետաքրքիր վլոգները, դե ինչ, գնացինք խոհանոց։ Ընդամենը 3 բաղադրիչ, 3 հատ խաշած ձու, եգիպտացորեն պահածոյացված 300 գրամ, խեցգետնի ձողիկներ 400 գրամ, 1 փոքր գլուխսող, 1 թեյի գդալ սև պղպեղ և 1 թեյի գդալ աղ, աղը ըստ ցանկության հետագայում կարող եք ավելացնել և ամենավերջում արդեն կավելացնեմ թթվասեր։ Ձողիկները կտրատում եմ նման ձևով, լցնում աղցանամանի մեջ, որից հետո արդեն կտրատում եմ մյուս բաղադրիչները։ Ես ձեզ այսօր ներկայացնում եմ մի լայվ խաղ, մոմը պատահական չէ ընտրված, ճիշտ է գեղեցիկ տեսք է հաղորդում, բայց մոմը երբ որ այրվում է, այդ ժամանակ սող կտրելը շատ հեշտ է լինում, այլևս մենք չենք լացում, չեն արցունքոտվում մեր աչքերը, այսօրվա համար այս լայվ խաղը իմ կողմից ձեզ սիրելի հետևորդներ, սոխը շատ մանր եմ կտրատում, որ ներխառնվելով մյուս բաղադրիչների հետ կորցնում է իր սոխի համը, չի զգացվում։ Ահա, բոլոր բաղադրիչները արդեն կտրատեցի, լցրեցի աղցանամանի մեջ, հիմա ավելացնում եմ 3 ճաշի գդալ թթվասեր և նորից մի լավ խառնում ենք, պետք է լավ խառնենք, որպեսզի բոլոր բաղադրիչները խառնվեն իրար, համը արդեն միատարր ստացվի։ Լավ խառնելուց հետո թողնում ենք 10-ից 15 րոպե աղցանը մնա և արդեն մատուցում ենք։ Մատուցման տարբերակները բազմաթիվ են, ես այսօր ընտրել եմ նման տարբերակ, դուք ընտրեք ինչպես կկամենաք, ձեր ճաշակով մատուցեք, սա շատ հետաքրքիր, համեղ, հեշտ պատրաստվող աղցան է, որը կարելի է մատուցել նաև տոնական օրերին, կարծում եմ ձեր հյուրերը կհավանեն։ Հիմա համտեսելու պահն է, չնայած համոզված եմ, որ այն շատ համեղ է։ Սիրելի հետևորդներ, գրեք մեկնաբանություններում, հավանեցիք իմ տարբերակը, դուք ինչպես եք պատրաստում։ Շնորհակալ եմ լայքելու, բաժանորդագրվելու համար ևս, չենք մոռանում աստղիկների մասին, որը դուք կգտնեք տեսանյութի աջ անկյունում, աստղիկի վրա սեղմում եք և արդեն միավորներ է գալիս, սեղմում եք այդ միավորների վրա, որի համար էլ անչափ շնորհակալ եմ։ Դե այսօրվա համար այս հրաշք աղցանը ես ձեզ ներկայացրեցի, կարծում եմ բոլորիդ դուր կգա, կպատրաստեք և անպայման կգրեք, հավանեցիք այս տարբերակը, թե ոչ, իսկ այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բոլորիդ մաղթում եմ քաջ առողջություն, լավ մնացեք ինձ հետ և այս մոմի լույսը էկրանից այդ կողմ փոխանցում եմ բոլորիդ, թող ձեր օջախներում միշտ լույս վառվի, ցտեսություն։